Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի և Դեպի Հայք հիմնադրամի համագործակցության արդյունքում հանդիսավոր բացվեց նոր խաչակապի վերանորոգված ու բարեկարգված բարի և սպորտի դահլիճն ու հանդերձարանը։ Սա Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի առաջին խոշոր նախաձեռնությունն էր, որի հիմնադիր Հովհաննես Դանիելյանն իրականացրեց հենց ծննդավայրում։ Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամը կարևորում է համայնքների զարգացումը, մասնավորապես երիտասարդների կրթությունը, իսկ սպորտը եւ բարը, արվեստը եւ սպորտը կարևորագույն ուսուցման ձևերից են, որոնք կրթում են մարմինը եւ աշխարհայացքը։ Դրա համար մենք որոշեցինք, որ անպայման պետք է սկսենք մեր վերանորոգման եւ բարեկարգման ծրագրերից հենց առաջինը նոր խաչակապ գյուղում։ Դեպի Հայք հիմնադրամի ծրագրի շրջանակներում այս տարի իրականացվել է 2 ծրագիր։ Առաջինը Մարգահովիտում էր։ Եվ աշնան ծրագիրը նոր խաչակապում մեր համագործակցությունը եղել է Սուսաննա Foundation-ի հետ։ Կամավորները ամեն ուրբաթ օր այցելել են գյուղ եւ կամավորական աշխատանք են կատարել, վերանորոգման աշխատանքներին օգնել են, վարպետների օգնությամբ իհարկե։ Թվով շուրջ 20 կամավոր ենք ունեցել ամռան եւ աշնան ծրագրին եւ այս համագործակցությունը շատ կարեւոր եմ համարում, քանի որ մեր կենտրոնացվածությունը գնում է գյուղի համայնքի զարգացմանը։ Հիմնադրամի ծրագրի կամավորները սփյուռքահայեր են, ովքեր փորձում են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի տարբեր համայնքներում։ Նոր խաչակապում մեծ ոգևորությամբ մասնակցել են բարեկարգման աշխատանքներին ու ձեռք բերել նոր ծանոթություններ։ Վերանորոգման աշխատանքներն իրականացվել են սեպտեմբերից սկսած։ Սովորացրեցին մենք plaster բադին նոր շինեցինք, plastering ներգեցինք, մեր վարպետները շատ ավոր են եւ շատ համբեր են։ Մենք շատ ուրախ ենք, որ հոս եկանք եւ կրնանք օգնել։ Արդեն 7 տարի է ինչ գյուղում գործում է Զարթոնք պարային համույթը եւ 7 տարի շարունակ երեխաները բարի եւ կարատեի պարապմունքներն իրականացրել են անբարեկարգ, սառը, ցուրտ պայմաններում։ Ջրուցման հարց լուծելու խնդիր կար, չունեինք ոչ մի պայման, բայց այդ պայմաններում սկսեցինք պարապել։ Շատ դժվար է եղել անցած ուղին, բայց երկրորդ տարվանից մասնակցել են հանրապետությունում կազմակերպված բոլոր հանրապետական փառատոներին եւ խումբը շատ մեծ առաջընթաց ունեցավ։ Հետագայում էլ նրանք այս նոր վերանորոգված գեղեցիկ պայմաններում կունենան գեղեցիկ բեմադրություններ, գեղեցիկ պարեր։ Բարը դեռ մեծ սերմանել է այն ժամանակներից, երբ որ դեռ այդ պատերը ավերված էր, երբ որ սովորում ենք քանդված բետոնե հատակի վրա, բայց ոչինչ չէր խանգարում, որ ես սիրեմ պարարվեստը։ Մենք ունենք նոր հնարավորություն, կարծում եմ բոլոր երեխաների, թե փոքրերի խմբի, թե մեծերի խմբի եռանդը դեպի պարարվեստ ավելի կմեծանա, սերը նրանց մեջ կսերմանի եւ նրանք կշարունակեն զարգացնել մեր մշակույթը։ Այս նախաձեռնությունից ոգևորված են ու երեխաների ապագայի հետ մեծ հույսեր են կապում գյուղի բնակիչները։ Այսուհետ նոր պայմանները երեխաներին կտան նոր հնարավորություններ։ Այս այնա, որ մեզ ապետ, որ երեխաները կարողանան հաճախել, որտեղ մենք հնարավորություն չունենք երեխաներին անընդհատ տանելու ու բերելու։ Այդ տրանսպորտի հարցը մենուց շատ խնդիր է։ Իսկ այս վերանորոգումը, այս դահլիճը արդեն երեխեքին կտա էլ ավելին, որ իրանք ձգտեն դեպի առաջ գնան, ավելի ու ավելի բարգավաճեն։ Սուսաննա Սարգսյան բարեգործական հիմնադրամի առաքելությունն է օժանդակել Հայաստանում սոցիալական եւ տնտեսական առաջընթացին, ոգեշնչելով մարդկանց օգտագործել իրենց ներուժը, նպաստելով տնտեսապես հզոր, կայուն եւ կրթված սերնդի ձևավորմանը։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։